Մինչ օպերայի հրապարակը բացվում է, Երևանում մոդայի հագուստի եւ ջինսի Levi's ֆիրմային խանութը փակվում է։ Fashion blogger թախիծով գրում է այդ մասին։ Շատ տխրեցի, շատ։ Բացի նրանից, որ ես միշտ ջինս ու կեդ էի առնում Levi's-ից, իսկ հիմա չեմ կարողանա, նաև տխրեցի այն պատճառով, որ մեր քաղաքում մի ցիվիլ խանութ քիչ կլինի։ Փաստորեն մեր շուկան այսքան փոքր ու անհույս է։ Դե իսկ հույսի մասին խոսելով տեղեկացնենք, որ մեծ հույսեր կան, որ վրացական հեռուստաընկերությամբ ընթացող թաքնված տաղանդ հեռուստաշոուի հաղթողը կլինի հայուհի Աննա Խանչալյանը, Բանազևի բլոգը այս առիթով նկատել է։ Այս փուլում բազմաթիվ տաղանդավորներից Աննան դարձավ հեռուստադիտողի ամենասիրելին ու հենց հեռուստադիտողների ձայների շնորհիվ եզրափակիչ փուլ անցած երկու մասնակիցներից մեկը ինքը դարձավ։ 10 հոգուց պետք է ընտրվեին երկուսը մյուս խմբի ընտրյալների հետ եզրափակիչում մրցելու համար։ Աննային հեռուստադիտողն իր զանգերով ընտրեց, իսկ եզրափակիչ անցնող երկրորդ մասնակցին նախագծի կանոնների համաձայն ընտրեց ժյուրին։ Աննա, մենք սպասում ենք քո հաղթանակին։ Ոչ միայն ամբողջ Վրաստանը, այլև ամբողջ աշխարհի հայությունը քեզ համար է ցավում։ Հաջողություն մեր տաղանդին։ Հայաստանն արդեն ունի առաջին հայկական միկրոբլոգային ռեսուրսը։ Սա հայտնի Twitter-ի հայկական տարբերակն է։ Թե ինչ կտա սա հայ բլոգերներին ժամանակը ցույց կտա, իսկ այդ ընթացքում ինտերակտիվը ձեզ ցույց կտա վիրտուալ լուրեր վիզուալի մասին ըստ Նելի Հարությունյանի։ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին վառվող կրակը անմար է նաև օնլայն։ Այսօր հանրային հեռուստատեսության ինտերնետային կայքում կարելի է հետևել դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող այցելուներին ուղիղ ռեժիմով։ armtv.com-ում ուղիղ ցուցադրվելու է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մատուցվող պատարագն ու 1.5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը։ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Երևանի տարբեր հատվածներում անցկացվել է ֆլեշմոբ։ 95-ամյա տարելիցին Ազնավուրի հրապարակում հավաքվել են բազմաթիվ երիտասարդներ։ Մի քանի րոպե նրանք կանգնել են պատկերելով 95 թիվը, հետո ցրվել տարբեր ուղղություններով։ Սա ֆլեշմոբին յուրահատուկ պահվածք է, կայծակնային արագությամբ հավաքվել հասարակական մի վայրում, կատարել պայմանավորված գործողությունն ու նույն արագությամբ էլ ցրվել։ Նման ակցիա է անցկացվել նաև Հանրապետության հրապարակում։ Շարլ Ազնավուրի հովանավորությամբ ստեղծվել է ցեղասպանության զոհերի հիշատակի կայքեջ։ Լրագրող Ժան Էքյանը առաջարկում է վիրտուալ inhomage.com հուշամատյանում գրանցել բոլոր զոհերի անունները։ Կայքեջը բաց է, այնտեղ բոլորը կարող են գրանցել եղեռնին զոհ գնացած իրենց հարազատների անունները։ Արևմտյան Հայաստանի քարտեզի վրա պետք է գտնել այն վայրը, որտեղ ծնվել է տվյալ մարդը։ Հատկապես վերջին 1 ամիսը համացանցը ողողված է հայոց ցեղասպանության մասին նյութերով։ Ամենազգացմունքայինը սոցիալական կայքերն են։ Հայ օգտվողների մեծամասնությունն իր գլխավոր լուսանկարը փոխարինել է Եղեռնի 95-ամյակը խորհրդանշող պատկերներով ու հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչերով։ Այստեղ դուք կարող եք խմբագրել, տեղադրել, ավելացնել ու տեղեկացնել։ Գլոբալ ցանցի ամենահայտնի հանրագիտարանը դարձել է ոչ լրիվ ճշգրիտ, բայց խոշոր գիտելիքների պլատֆորմ։ Խոսքը Վիկիպեդիայի մասին է, այն նաև ունի հայկական տարբերակ։ Այստեղ կարելի է Հայաստանի ու հայկական խնդիրների մասին գտնել ծավալուն ինֆորմացիա։ Հայոց ցեղասպանության մասին ինչ, որտեղ եւ ինչպես գտնել ու փնտրել հենց հիմա։ Վիկիպեդիան կամավորության սկզբունքով թիմային աշխատանքի լավագույն օնլայն օրինակն է, կարելի է գրել ամեն ինչի մասին։ Վիկիպեդիայում գտնվող տեղեկություններն առաջինն են, որ որոնողական կայքերով փնտրելիս գալիս են։ Հայերեն Վիկիպեդիան դեռ մասնակիցների թիվով այդքան շատ չի, հիմա այս վերջի տարին կամ 2 տարին մի քիչ աճ ա ունեցել։ Մեկը նկարչություն ասիրում նկարչության մասին ա գրում, մեկը Մայքլ Ջեքսոնին ասիրում դրա մասին ա գրում։ Չես կարող այդ մարդուն ստիպել, որ չի անպայման սրա մասին պիտի գրես։ Հայալեզու Վիկիպեդիան օնլայն է արդեն 5 տարի, բայց միայն վերջին 1 տարվա ընթացքում է, որ հոդվածները շատանում են։ Այս պահին կա 8400 հոդված ամեն ինչի ու նաև հայոց ցեղասպանության մասին։ Հատուկ պահանջներ Վիկիպեդիան չունի, գրել կարող է յուրաքանչյուրը, միայն թե copy-paste-ը չի անցնի, գիտական աղբյուրներին հղումներն էլ պարտադիր են։ Ես իմ պապու հիշողությունների վրա չեմ կարող այդ ճարտի մասին գրել, պետք է ինչ-որ մի բանի վրա կոնկրետ հիմնվեմ։ Եթե դա ասենք փաստագրված ինչ-որ նյութեր են։ Իսկ ուրիշ ձևի դա ասենք հնարաբան չի անում, որովհետև արդեն ակտիվ են, մանավանդ այդ էջերը, որոնք որ Եղեռնին վերաբերող, դրանք դրված են, ասենք հսկողության տակ։ Եթե ինչ-որ մեկը մի փոփոխություն անում է, արդեն մենք հենց թեկուզ ադմինիստրատորները առաջինը մի հատ ուշադրություն են դարձնում, տեսնում են
իրողության հետ կապված է, կապված չի։ Հայկական Վիկիպեդիայում ցեղասպանության մասին կա 9 հիմնական հոդված։ Ի տարբերություն հայերենի անգլալեզու Վիկիպեդիայում հայերի ցեղասպանության մասին ավելի շատ հոդվածներ կան, իսկ ընդհանուր հոդվածների թիվը մեր 8400-ի փոխարեն հասնում է 3 միլիոնի։ Որպեսզի մեր վիրտուալ հանրագիտարանն էլ ետ չմնա, պետք է պարզապես մտնել ու գրել։ Վիկիպեդիայի մասնակիցներին հենց հոդվածների պակասը դրդեց գրել։ Ինչքան մասնակիցներ ավելի շատ են, այդ նյութը իր մեջ ավելի հավաստի է դառնում, որովհետև տարբեր տեսակետները գալիս են իրար դիմաց, մեկն ասում է դու ապացույց ներկայացրու, մեկն ասում է դու ապացույց ներկայացրու, եւ այդպես հարստանում են հոդվածները։ Հա, երբ որ դուք փնտրում եք տալիս Google-ով, ասենք առաջինը դա հենց Վիկիպեդիայի արդյունքներն է վերում։ Ու չունենալով այդ ամեն ինչը իհարկե վատ է։ Ու մի քիչ դեռ պետք է ուղղակի PR-ի հարցն է, որ ասենք պետք է մարդիկ բանեն։ Հայերը մի քիչ սիրում են, որ ասենք հոդվածը վերջում իրանց անունը անպայման գրած լինի։ Առաջին բոլոր մտնողները հիմնականում վերջում իրանց անունը նշում են։ Տենց բան չկա վերմոտ։ Դա ասենք մաքրվում է, մնում է հոդվածը, մաքրվում է ըստ իր կառուցվածքի։ Ցեղասպանության մասին գրելու, կարդալու, նաև խմբագրելու համար պետք է ընդհանրապես այցելել hi.wikipedia.org, հետո ընտրել թեման, Վիկիպեդիայի լեզվով կատեգորիան եւ որոշել պարզապես կարդալ կամ քննարկել, թե նաև հավելել կամ խմբագրել։ Գրել կարելի է ամեն ինչի մասին, միայն թե չմոռանաք, հղումները պարտադիր են։ Կայքի ադմինիստրատորն էլ չճշտված ինֆորմացիան պարզապես չի տեղադրի։ Եվ մեր վերջին տեսանյութը ամեն շաբաթ ինտերակտիվը ներկայացնում է YouTube-ի ամենաշատ դիտված, քննարկված օրիգինալ վիդեոները։ Բանաձևի թիմի ընտրությամբ եւ ինտերակտիվի խորհրդով ամենա YouTube-ը հենց հիմա։ Things you can't forget, Zari Cola, hold my breath, and things you can't forgive. Throughout the life we'll live, some things you can't deny. A million died, won't you tell me why? In a date we still recall, it's April 24. Black tears we cry, with arms open wide. One by one, they die. Bear the pain inside. One by one, they die. Առաջին ալիքի եթերում ամեն շաբաթ օրը 16:30-ին դիտեք վիրտուալի եւ ինտերնետի մասին պատմող Վանաձևի նոր հեռուստաբլոգբասթերը ինտերակտիվ հազարամյակի ռիթմը։ Մենք բաց ենք թեմաների առաջարկների համար օնլայն եւ օֆլայն։ Ինտերակտիվ եղեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Died on a sacred land with a cross held in their hand, while angels fill the sky on a day of a genocide. Still our time is passing by, and all you do is to deny. Well, I don't understand you.